Եվ ես մի բան ասեմ, եթե զոհաբերություն եք անում ու 10%-ից ցածր եք անում, 3%, 5%, 6%, չգիտեմ քանի տոկոսներով եք մասնակցում աստո կամ զոհաբերությունների կամ եկեղեցու զոհաբերությունների, դա լավ է, չի։ Բայց օրհնությունը Աստված պատրաստել է նրանց համար, ովքեր 10 բաժնից բարձր են զոհաբերություն կատարում, 10-ից բարձր, 10-ից ցածր դեռ այն չի։ Լավ է, բայց Աստված խոստացել է 10%, եթե դու հավատարմություն ցուցաբերես Աստծո նկատմամբ 10%, 10 բաժին 10-րդ բաժնից դու սկսես հավատարիմ լինել Աստծո, 10 բաժին հանես, որպեսզի քո տունը օրհնություն լցվի։ Աստված որտե՞ն է, դու ջոմարտ վարվեցիր նրա նկատմամբ, պատկերացնում ես ինչա տեղ ունենալու։ Նույն կերպ ջոմարտ Աստված քեզ օրհնելու, քո տունը օրհնելու։ Խաղաղություն ու հանդարտությունը, այսպես պարարտացնի քո ոսկորները։ Օրհնություն, հաջողությունը կլցվի քո տունը։ Ու միշտ հավատարիմ երկու ձեռքը կա ջոմարտ կերպով Աստծո զոհանես։ Գիտես Աստված քեզ ոնց կսիրի։ Սրտանց մեկ անգամ անես ու մինչև քո կյանքի վերջը չես դադարի։ Տենալով Աստծո օգնությունը, տենալով անգամ տալուց առաջ եւ հետո կզգաս փոփոխությունը քո վրա։ Քո տան մեջ կզգաս փոփոխությունը, որ աչքիդ առաջ քո տունը մի այլ կերպ է։ Քո տան մթնոլորտը այլ կերպ է։ Քո տանապանները մի այլ բնավորություն է ստացել։ Խաղաղվել են, հանդարտվել են, ծիծաղ ու խինգը լցել է քո տուն։ Ուրախություն, խնդություն, կեր ու խում, վերջը օգնություն է լցել քո տուն։ Ինչի պատճառով։ Որ դու զոհ արեցիր Աստծուն։ Իսկ եթե զլանաս, չանես, քո սիրտը պահես, քո ձեռքը խնայես ու կդպություն անես, տպություն անես, Աստծո նկատմամբ ժլատ վարվես, դա Աստծո խոսքն ասում, ես չեմ ասում։ Կապումը սուտը մտցնես։ Անհաշտությունը, տարաձայնությունները, բաժանումները, տունը լցվում են։ Ու դրա հետևանքն է դա։ Եթե դու փորձեք զոհաբերություն անել, կհավատացեք, որ բաժանումները կմիավորվեն, բաժանվածները կգան մի տեղ, խաղաղությունը քիչ ձեր տուն, տարաձայնություններն ու կրնելը, վիճելը ու քաոսը կվերածվի խաղաղության, հանդարտության։ Ասանում եք, այնպես որ չնասնա խոսքը։